Հայաստանի իրավապահ համակարգը ամբողջությամբ կենտրոնացած է ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց բերման ենթարկելով, ահաբեկելով, ձերբակալելով ու կալանավորելով, հանրապետությունում ուղղակի հանցագործությունները վխտում են, մենք տեսնում էինք օրը ցերեկով կրակոցներ, սպանություններ, Մուրացյանում հրազենային վնասվածքով մահացավ 20-ամյա երիտասարդը, դրանից 1-2 օր հետո ներքին գործերի նախարարը հայտարարում է, թե նվազել են հրազենի կիրառումները երկրում եւ այս ամենին զուգահեռ մենք տեսանք օրերս ԿՊԱ-ական Կոնջորյանի եղբայրը հայհոյանքներ էր հնչեցնում, ինչին հաջորդել է արդեն ծեծը, խնդրեմ ես սրա հետ կապված ձեր տեսակետը։ Տեսեք, միանշանակ հղպացել են տարիներ շարունակ ու հղպանալու են, որովհետև ղեկավարը տղամարդ չի, եկե ընկել այն նորմալ մարդկանց հետևից, իսկ հանցագործները վխտում են, այո, եկե ընկեք հաղակ ամբողջ պետական ԱԱԾ, ոստիկանան է ուղղելա, նորմալ, քաղաքական, շատ էլ արա քեզ քննադատում է, շատ էլ քեզ դեմ է, դու ամբողջ ռեսուրսը դրե ուղղել ես կոնկրետ քաղաքական մարդկանց վրա, իրական հանցագործները հո չեն ելնում սենց հանրային խոր, իրանց հանցագործությունները անում են թաքուն, ուժային համակարգին, եթե դու ծանրաբեռնել ես, ամբողջությամբ դրել ես, կոխել ես քաղաքական հարցերի մեջ, ֆեյսբուքյան գրառում, են, քննադատին ես, դու խոսում ես ժողովրդավարությունից, բերել եք նարկոտիկը լցրել եք, զենքերը լցրել են խմած, ուռած, քաշած, ով ոնց ուզում, ով ինչ ուզում, բարդակ, հղպացել են, էդի եկել է հենց իրանցից, իրանց մերձավորներից, բա եթե ինքը կարգ ու կանոն չի հրավիրում իրա կողքու բոլորը, Կոնջոյանների աղբերները, մյուսների, գիտեն իշխանությունը ձեռներն աչ ու ձախ հաբրգել են, փողն են ընկել ձեռները, իշխանությունը ձեռները, ով ինչ ուզում, ով ոնց ուզում, վարդակ երկիր է դարվել, բա չեն պատժվում, դու քանիսնին եք տեսել Նիկոլի կողքը կանգնածներից, որ դատվեն, նստեն, պատասխանատվության ենթարկվեն, որ մեկն է պատժվում իր սխալների համար, բա հղպանում են, մի հատ երկու հատ որ չեն պատժվում, արդեն հաբրգում են, ու սենց աչ ու ձախ զենք են քաշում, ասենք, ամենաստից չարացրել են հետո մարդկանց, ատելություն են լցրել մարդկանց մեջ, ու վեճը ԿՊԱ-ականների մեջ ինչի՞ս է առաջացել, փողի համար, իհարկե, բիզնեսի կռիվ են, իրանք իրար մեջ արդեն իրար են մորթում, ագա են, չեն կշտանում, ուտում, են մեկ ուզում նախանց, չար, կեղտոտ, աշկը տեսավ են մեկը մի հատ ավել բան ունի, նախանձի չի ասում, ինգեր ես էլ ունեմ, լավ, թող իմը մի քիչ լինի, ինչ կապ ունի, չէ չար են, պտի Իրանը նրանից շատ լինի, ագահ մարդիկ են հասկանում եք չար, կեղտոտ, զզվելի, մեկը մյուսին, իրանք իրար թիմակից իրար խեղտում են, ենի նրա ձեռից առնում, ենի նրա սրանք իշ մարդ, ու սենց կարանք հայրենիք պայենք, սա խելք ու մտքները լավն է, փողն է, բիզնեսն է, $100 միլիարդ Արցախը տվին, սրտները չի ցավում, բայց որ են մեկը մյուսից մի քիչ լավ տուն կառուցի կամ լավ մեքենա քշի, թարախի պես, թարախը դեմքներից կճիրա, բա որ Ալիևը վայելում է այսօր այդ Արցախը խի չէի կտենց նախանձում, չարանում Ալիևի հանդեպ, ձեր ձեռից խլեց, ձեզ դրեց լոխի տեղ, առավ ձեռներից տարա $100 միլիարդ, բա խի չեք մի քիչ տենց, ձեզ թասիպն ինչ եղավ, մեկըտ մյուսի եղածի վրա աշկը կգցեք չարի պես, ներրի պես կասեք, նրանից շատ ունենամ რა, կերեք կարա, կերեք կշտանա կարա, խլել եք են խեղճ ու կրակ մարդկանց ձեռից էլ, եղած չեղած, են աղկատը մի հատ խրճիտ ունի, էտ էլ եք ուզում, արա ձեռից առնեք, են պաշալոտ, չգիտեմ ձեզ ինչ բառով բնութագրեմ, ուտում, արա չեք կշտանալու, էդի հասկանում եք ոչ թե այդ խնդիրը իրանց շատ ու քիչ ունենալու մեջ, դա դարել է դրանց մոտ բնավորություն, դրանց հոգու էության մեջ մտել է այդ կեղտը, որ չկշտանան, ուզում ես ամբողջ աշխարհի փողերը բերենք տանք այդ տեսակին, ասելու է քիչ է,
այն եղնիկի մուլտիկի պես, որ եղնիկը վերջում այնքան ոսկի է հանում, ընկնում է մեջը խեղդվում է։ Սրանք էդ է։ Սրանց պետք է մտցնես փողերի մեջ խեղդվեն, որ հասկանան արա փողը էլի։ Մարդ մնացեք մի քիչ։ Հերիկա կեղտի պես ստից թալանին, ընդեղից թալանին, այսին բիզնեսը շատացնեմ։ Հասկացան, կարա եկավ Ալիևը, էդ էլ կառնի ձեռներիցը։ Դուք մարդ եք, թե կենդանի։ Ես ձեզ ինչ ասեմ, այդ կռիվն է գնում, այսօր այդ փողոցներում կամ խուլիգան են, կամ հարբած են, կամ հղպացած են, կամ դաստիարակություն չստացած են, կամ մատ անկապ բանից մեկը մյուսին ինչ որ չգիտեմ լուրջ դեմ կա, արա են ասե բան, ասենց ամեն ստից բանից, բայց վերահսկողություն չկա, ճիշտ ու սխալ չկա, մարդիկ չկան, որ ասեն արա ամոթ, ասենք հարցուն մարդիկ եք, արայի համար անում մարդ են գյուլում, ամեն ստից բանի համար մարդ են գյուլում, արա գյուլող տղա եք, եկելա նսեմ ասնում ա թուրքը ձեզ, Ալիևը մտելա ձեր բերանը ստորացնում ա, ինչ պայման ասես դնում ա, Արցախը առնում ա, Սյունիքը առնում ա, հտենց ուժեղ առյուծ տղերք եք, հելեք կպեք իրար մի սպանեք, հելեք առեք դեմները, վաղը որ մտավ ստեղ Ալիևը, չի հարցնելու որդ ինչա կանեք, սաղիթ պագալովնի շարելու են ու մորտեն, ընդեղ վաբշե չեն հարցնելու, քպեական եք, եսի մինչական եք, դուք եսքանը չիք ընկալու, ինչքան բացատրենք ձեզ, արա, արտակի սպառնալիքի դեմը մի հատ առեք, հետո իրար մի սկուտեք, իսկ սրա դեմը առնելու համար պետք է հզոր, կայուն, արդար, ղեկավար, Նիկոլ Փաշինյանի պարագայում անհնար է այս ազգին ու ժողովրդին այլևս միավորել, իսկ քպեականները այդքան քտիծակ չունեն, նրանց մեջ մի հատ տղամարդ չկա, որ կանգնի Նիկոլին ասի, արա դու սպառվել ես եւ պետք է գնաս, ազգի մեծամասնությունը քո իսկ կազմակերպած ընտրությանը քեզ չընտրեց, էդի քեզ հերիք էր, որ դու որպես ժողովրդավար ղեկավար հրաժարական տայր գնայր անկախ նրանից ինչքանով օրենք մորենք ֆրծրիր սարքիր քու օգտին իբր հիմա դու ընտրված ես եթե դու իրապես ղեկավար լինեիր դու հեռացած կլինեիր ժողովրդավար ղեկավար բայց չէ դու քո լապից ու քո կորմից չես կտրվի